Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք գործարարալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այս նախագիծը իրականացնում ենք մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ, իսկ մեր այսօրվա հյուրերն են սպառողների շահերի պաշտպանության վարչության ավագ մասնագետ Մերի Առաքելյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության փորձագետ Ամալիա Եգորյանը, բարև ձեզ։ Մենք այս տաղավարում շատ հաճախ ենք անդրադառնում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հարցերին և դա մասնավորապես անում ենք նաև այն պատճառով, որովհետև դա է հետաքրքրում հիմնականում ունկնդիրներին և բացի այդ առանցքային նշանակություն ունի սպառողների իրավունքների պաշտպանության հարցում և գործում ու ինչպես գիտենք արդեն օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական փոփոխություններ, ես կուզեմ դրա մասին խոսենք, ինչի համար էին այդ փոփոխությունները, ինչ բովանդակություն ունեին և ինչ փոփոխություններ կատարվեցին ընդհանրապես ոլորտում, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Ինչպես արդեն իսկ ձեր խոսքում նշեցիք, սույն թվականի օգոստոսի 1-ից տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց առանցքում ընկած է սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ և գործուն համակարգի ձևավորումը։ Այս կատարված փոփոխությունների արդյունքում ոչ միայն հստակեցվել է հանձնաժողովի որպես մրցակցային մարմնի դերը, այլ նաև այսուհետ հանձնաժողովը հանդես է գալիս որպես սպառողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հիմնական, կենտրոնական և կոնտակտային մարմինը։ Ընդ որում պետք է ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ այս փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կամ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը նախատեսել է մի շարք պարտականություններ Հայաստանի Հանրապետության համար և այստեղ նախատեսված մի շարք դրույթների իմպլեմենտացմանն էլ ուղղված են կատարվող իրավական փոփոխությունները։ Եթե ներկայումս նախատեսվել է ընդհանուր իրավական կարգավորումների շրջանակը, նախատեսվել է կենտրոնական մարմինը իդեմս հանձնաժողովի կամ առանձին իրավախախտումների շրջանակը, հետագայում նույնպես կկատարվեն փոփոխություններ առավել հստակ և ընդգրկուն կարգավորումներ նախատեսելու համար։ Այն հանգամանքը, որ կատարված փոփոխությունների արդյունքում հանձնաժողովի անվանման մեջ տեղի ունեցել փոփոխություններ և ընդլայնվել են լիազորությունները սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում, չի նշանակում, որ նախկինում սպառողների իրավունքների պաշտպանություն հանձնաժողովը չի իրականացրել։ Մեկ այլ իրավախախտման շրջանակներում, որը հասարակության մոլորեցման դրսևորման բամբարախիղճ մրցակցությունն է, հանձնաժողովը նախկինում էլ իրականացնում էր անուղղակի կերպով սպառողների իրավունքների պաշտպանություն, բայց երբ ուսումնասիրում ենք Եվրոպական միության լավագույն փորձը, պարզ է դառնում, որ երբ խոսք է գնում սպառողների իրավունքների դեմ կատարվող իրավախախտումների մասին, առաջնային պաշտպանության ենթակա օբյեկտը սպառողի շահն է, հետևաբար դրանց առնչությամբ առանձին իրավախախտումներ նախատեսելու անհրաժեշտությունը նույնպես առկա է եղել։ Կատարված փոփոխությունների մեջ որպես նորամուծություն առանձնացնում ենք սպառողների երկու խումբ իրավունքներ՝ սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը և տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքի էությունն այն է, որ վերջինս առանց որևէ խոչընդոտի հնարավորություն է ունենալու ստանալ ճշգրիտ տեղեկատվություն իրեն հասանելի ապրանքի վերաբերյալ և կատարել իր ընտրությունը, իսկ վերջինիս տեղեկատվություն ստանալու իրավունքի էությունը այն է, որ հնարավորություն է ունենալու տնտեսավարողից ճիշտ ժամանակին ստանալ հստակ տեղեկատվություն և դրանով իսկ ապահովել իր կողմից արդյունավետ ընտրության իրականացումը, այսինքն այս երկու իրավունքները մեկը մյուսի հետ փոխկապակցված են և նպաստելու են սպառողների կողմից առավել ճիշտ կերպով իրենց ընտրության իրականացմանը տարբեր ապրանքներ, աշխատանք կամ ծառայություն ձեռք բերելիս։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև հանձնաժողովի անվանման մեջ կատարված փոփոխությանը, այսուհետ հանձնաժողովը գործում է որպես մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով անվանումով։ Կարող է թյուր տպավորություն ստեղծվել այս անվանումից սպառողների մոտ, որ ցանկացած վեճ սպառողի և տնտեսավարող սուբյեկտի միջև առաջացած կարող է քննարկման առարկա դարձվել հանձնաժողովի կողմից, բայց այստեղ էական է այն հանգամանքը, որ հանձնաժողովի կողմից իրականացվելու է սպառողների անորոշ թվաքանակով շահերի պաշտպանությունը կամ սպառողների որոշակի խմբի շահերի պաշտպանությունը, այսինքն անհատական կոնկրետ վեճը քննարկման առարկա չէ և հանձնաժողովն իրականացնում է հանրային շահերի պաշտպանությունը։ Իսկ ինչ վերաբերում է անհատական վեճերին, ապա դրանք կարող են իհարկե ներկայացվել հանձնաժողովին կոնկրետ սպառողի և տնտեսավարող սուբյեկտի միջև առկա և եթե նկատելի դառնա որոշակի ոլորտում դրանց ունեցած մասսայական պարբերական բնույթը հանձնաժողովի կողմից համապատասխան լիազորություններ արդեն իսկ կարող են իրականացվել։ Կատարված փոփոխությունների
արդյունքում, որպեսզի սպառողը հնարավորություն ունենա իր բողոքները ներկայացնել, հանձնաժողովի կողմից մշակվել եւ ներդրվել է նոր թվային գործիք, որը սպառողի օգնականն է։ Այն ներդրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքեջում, որը յուրաքանչյուր սպառող կարող է տեսնել competition.am պաշտոնական կայքեջը հանձնաժողովի մուտք գործելով։ Այն շատ պարզ կերպով հնարավորություն է ընձեռելու սպառողներին իրենց բողոքները ներկայացնել տնտեսավարող սուբյեկտներին, իրենց խնդիրների լուծումը ստանալու համար եւ բնականաբար այս ամբողջ գործընթացը գտնվելու է հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Իսկ հետաքրքիր է ձեր թված փոփոխությունները ինչու են իրականացվել հենց այս փուլում, ինչ-որ անհրաժեշտություն կար, այո։ Գիտեք ինչպես, ընդհանուր առմամբ եւ միջազգային հանրության համար եւ պետությունների համար ներկայումս առաջնային է դարձել սպառողների իրավունքների պաշտպանություն իրականացնելը։ Այդ նպատակով ընդունվում են բազմաթիվ իրավական ակտեր եւ բնականաբար այս փոփոխություններից անմասն չէր կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Ես իմ խոսքում արդեն իսկ նշեցի ՍԵՊԱ-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մասին։ Դերևս ՍԵՊԱ-ի համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում կողմերի համագործակցության առանձնահատկությունները եւ հենց այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտականություն իրականացնել Եվրոպական միության լավագույն փորձին իր օրենսդրական կարգավորումների մոտարկումը եւ ըստ էության մի շարք դիրեկտիվների իմպլեմենտացմանն էլ ուղղված է եղել այս համաձայնագրի շրջանակներում կատարված փոփոխությունները։ Շատ լավ, ես կուզեմ նաև անդրադառնանք սպառողի օգնական գործիքին, որի մասին դուք էլ նշեցիք, բայց ավելի մանրամասն, ինչ է դա տալու սպառողին կամ տալիս արդեն։ Շնորհակալ եմ։ Ինչպես նախորդ հարցի շրջանակներում գործընկերս արդեն նշեց, որ նոր օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը ստանձնել է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունները։ Սա նշանակում է, որ հասարակության մոտ ձևավորված այն անորոշությունը, թե ում դիմել, ինչպես դիմել իրենց խախտված իրավունքի, պաշտպանությունը ակնկալելու տեսանկյունից արդեն լուծվել է։ Հանձնաժողովը հետ օրենսդրական փոփոխություններից հետո կարևորագույն քայլերից մեկը հանձնաժողովի կողմից, որ իրականացվեց, դա սպառողների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման նախաձեռնությունն էր եւ սպառողի օգնական թվային գործիքի ներդրումը հենց դրանցից մեկն է։ Ինչ է իրենց ներկայացնում սպառողի օգնական թվային հարթակը։ Ներկայումս, եթե դուք մուտք գործեք հանձնաժողովի պաշտոնական competition.am կայքեջ, շատ տեսանելի տեղում կնկատեք սպառողի օգնական հարթակը։ Գործիքը երկու ստեկ, այսպես ասած, ձեռնտու է եւ երկու կողմերի շահերից բխում է, այսինքն մի կողմից սպառողները շատ արագ ավտոմատ կերպով կարող են իրենց բողոքը ձևավորել եւ ներկայացնել հանձնաժողովին, տնտեսավարող սուբյեկտին, իսկ մյուս կողմից էլ տնտեսավարող սուբյեկտները կարողանում են այս փուլում արագ կերպով արձագանքելու եւ խնդրին լուծում տալու դեպքում խուսափել պետական մարմնի կողմից իրականացվող անհարկի վարչարությունից։ Մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ հարթակի կառուցվածքը, ինչպես է այն աշխատում, նշեմ, որ բավականին պարզ ընթացակարգ է ներդրված սպառողի օգնական հարթակի համար։ Սկզբնական փուլում սպառողներից պահանջվում է մուտք գործել հարթակ եւ գրանցվել։ Այստեղ գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել որոշակի անձնական տվյալներ, որոնք նշեմ, որ անհրաժեշտ են ընդհանրապես հետագայում սպառողի հետ մշտական կապը պահպանելու համար, թե հանձնաժողովի եւ թե տնտեսավարող սուբյեկտի տեսանկյունից։ Գրանցվելուց հետո, երբ որ համակարգում գրանցվում են, արդեն մուտք են գործում իրենց էլեկտրոնային հարթակը եւ ազատ կերպով կարող են ներկայացնել իրենց բողոքը, խնդիրը։ Այստեղ կցանկանամ նշել, որ մեր սպառողների գործը մի փոքր հեշտացնելու համար համակարգում արդեն ներդրվել են շատ հաճախ հանդիպող խնդիրների հարցերի վերաբերյալ պատրաստի ձևաթղթեր, որոնք լրացնելու վերջնարդյունքում մենք ունենում ենք արդեն բավականին հիմնավոր փաստարկված բողոք։ Սա արված է վերջիններից գործը ավելի հեշտացնելու համար, գործընթացը հեշտացնելու համար։
Երբ որ լրացնում են իրենց բողոքը, խնդիրը, հարթակը հնարավորություն է նրանց ընձեռում նաև անհրաժեշտության դեպքում կցելու որոշակի փաստաթղթեր, նյութեր, կախված խնդրի էությունից, բովանդակությունից, դրանք տարբեր կարող են լինել, տարբեր իրավիճակներից ելնելով։ Մի դեպքում կարող է լինել օրինակ ՀԴՄ կտրոն, մեկ այլ դեպքում երաշխիքային սպասարկման պայմանների վերաբերյալ կտրոն կամ պայմանագրի օրինակ կամ ցանկացած հասարակ նկար, կայքից վերցված սկրինշոթ, որը ըստ սպառողի կարող է ել ավելի հիմնավոր դարձնել իր բողոքը։ Այստեղ կցանկանամ նշել, որ հարթակը հնարավորություն է տալիս բոլորին ազատ կերպով իրենց բողոքները ներկայացնելու, անկախ այն հանգամանքից, դա անհատական վեճ է կամ կգտնվի հանձնաժողովի լիազորությունների տիրույթում, թե ոչ։ Այսինքն գերնպատակը սպառողի օգնական թվային հարթակի սպառող եւ տնտեսավարող սուբյեկտ կոմունիկացիան ապահովելն է, ստեղծելն է։ Դրանից հետո, եթե հանձնաժողովի լիազորությունների տիրույթում կլինի իհարկե հարցը հանձնաժողովը կիրականացնի վարույթ, կնախաձեռնի վարչական վարույթ եւ կիրականացնի վարչարություն, եթե ոչ, հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ բողոքը վերահասցեագրել ըստ իրավասու պետական մարմինների եւ այլն։ Այդ դուք մանրամասն ներկայացրիք այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք ընձեռվում են, բոլոր սպառողներին, եւ ինքս էլ որպես սպառող կարող եմ գնահատական տալ դրան, որ հաջողված գործիք է իրականում, բայց հետաքրքիր է հանձնաժողովի համար այս գործիքը որքանով է նպաստում սպառողների իրավունքների պաշտպանությանը կամ օժանդակում, այդ գործին։ Տեսեք, օժանդակելու տեսանկյունից նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր կառուցվածքով է ձևավորվել, ինչպիսի մեխանիզմներ են այստեղ գործում։ Ինչպես արդեն նախորդիվ նշեցի, երբ որ սպառողը մուտք գործելով համակարգ ներկայացնում է իր բողոքը, ձևակերպում է, ուղարկում է բողոքը, հարթակը հնարավորություն է ապահովում, որ բողոքը անմիջապես ավտոմատ կերպով տնտեսավարող սուբյեկտին գնա, այսինքն տնտեսավարողը միևնույն ժամանակ ծանոթվում է տվյալ խնդրի մասին, ծանոթում է, որ կա խնդիր եւ որ ամենակարևորն է, հանձնաժողովը եւս տեղյակ է այդ խնդրի վերաբերյալ։ Այս փուլում տնտեսավարող սուբյեկտները ունեն 14-օրյա ժամկետ սպառողի խնդրին արձագանքելու, որևէ կերպ դրան լուծում տալու կամ հնարավոր է իրենց դիրքորոշում այլ կերպ հանձնաժողովին կամ սպառողին ներկայացնելու համար։ 14-օրյա ժամկետի ավարտից հետո, եթե սպառողը դժգոհ է, խնդիրը դեռևս մնում է արդիական, այս դեպքում արդեն բողոքը իր ամբողջական փաթեթով, նյութերով հանձնաժողովը փոխանցում է իր հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին եւ այս փուլում արդեն վերջիններս ձեռնամուխ են լինում խնդրի լուծմանը։ Ու էլի կախված խնդրի էությունից տարբեր գործընթացներ կարող են իրականացվել հենց ՀԿ-ների կողմից, էլի կապը սպառողի, տնտեսավարողի հետ, գրություններ եւ այլն, անգամ մինչեւ եթե անհրաժեշտություն կա դատական պաշտպանության իրականացում։ Այս ողջ գործընթացից հետո, եթե էլի, խնդիրը չի լուծվում եւ սպառողը կրկին բողոքում է, արդեն հանձնաժողովը քննարկման առարկա է դարձնում, խնդրում առկա հանրային շահի հանգամանք, այսինքն եւ եթե խնդիրը գտնվում է հանձնաժողովի լիազորությունների տիրույթում, հարուցվում է վարույթ եւ իրականացվում է վարչարարություն։ Նշեմ, որ բացի այս ներկայացված գործընթացներից սպառողի օգնական հարթակը նաև բավականին մեծ եւ կարեւոր տեղեկատվություն գեներացնող համակարգ է հանդիսանում, այսինքն ենթադրենք անհատական բողոքները եկան, ստացան լուծում եւ այլն, դրանք համակարգում արխիվացվում են եւ հետագայում արդեն հանձնաժողովը մշտադիտարկումներ իրականացնելիս, վերլուծություններ իրականացնելիս կարող է տեսնել, թե որ տնտեսավարող սուբյեկտների դեմ են առավելապես եղել այդ բողոքները կամ որ ոլորտներում են դրանք եղել, հնարավոր է որ խնդիրն ավելի արմատական է եւ անհրաժեշտություն կա ավելի մեծ քայլեր ձեռնարկելու, ու այս դեպքում արդեն հանձնաժողովը կարող է գնալ ավելի գլոբալ խնդիրների լուծման ճանապարհով, մասնավորապես օրինակ օրենսդրական նոր փոփոխություններ նախաձեռնել եւ այլն։ Այ հետաքրքիր է այն իրավախախտումները, որոնք ուղղված են լինում սպառողների շահերի դեմ։
Ինչ բնույթ են ունենում ընդհանրապես, եկեք ընդհանուր օրինակներով ներկայացնենք, որպեսզի մեր ռադիո լսողին ու ռադիոդիտողին էլ հասկանալի լինի, իհարկե հաշվի առնելով հարուցված վարույթները եւ ձեր փորձը։ Նախ ընդհանուր բնորոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպը դիտարկվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործողություն, անկործություն կամ այլ վարքագիծ, որը ազդում է սպառողների անորոշ թվաքանակի շահերի վրա կամ կարող է այդ ազդեցություն ունենալ, ինչպես նաև սպառողների առանձին խմբի վրա, եւ այն պետք է հակասի տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքին, այլ օրենսդրական կարգավորումների կամ գործարաշրջանառության սովորույթներին կամ սպառողների միջև ձեռք բերված բարեխղճության, արդարության, ազնվության սկզբունքներին։ Իհարկե սա ընդհանուր ձևակերպումն է, բայց օրենսդիրը առանձնացրել է ընդհանուր առմամբ 5 խումբ իրավախախտումներ, որոնք այս իրավախախտման դրսևորումներն են։ Ներկայացված քանակը ըստ էության սահմանափակ չէ, այսինքն արդեն իսկ իմ կողմից ներկայացված հատկանիշներին համապատասխանող ցանկացած այլ վարքագիծ կարող է դիտարկվել որպես սպառողների շահերը խախտող գործելակերպ։ Ներկայացված շրջանակներում օրենսդիրը մասնավորապես անդրադարձ է կատարում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպին, այն կարող է դրսևորվել հետևյալ կերպ կամ արկա է ագրեսիվ գործելակերպ կամ մոլորեցնող, իր հերթին մոլորեցնող գործելակերպներ կարող է դրսևորվել գործողության կամ անգործության միջոցով։ Առհասարակ, երբ խոսք է գնում անարդար առևտրային գործելակերպի դրսևորման մասին, դրա շրջանակներում դիտարկվում է տնտեսավարող սուբյեկտների այնպիսի վարքագիծը, որը ունենում է իր ազդեցությունը սպառողի կողմից որոշակի ապրանքի նկատմամբ ձևավորվելիք ընդհանուր վարքագծի վրա, եւ բնականաբար այդ վարքագիծը կլինի, վերաբերմունքը կլինի պայմանավորված է լինում համապատասխան գործելակերպը դրսևորելով։ Այստեղ երբ խոսք է գնում մոլորեցնող գործողություններ կատարելու մասին, կարող ենք դիտարկել, որ տնտեսավարողը ներկայացնում է օրինակ կեղծ տեղեկատվություն կամ օրինակ տեղեկատվությունը տրվել է ոչ հավաստի կերպով, որը թյուր տպավորություն է ստեղծել սպառողի մոտ որոշակի ապրանքի հատկանիշների վերաբերյալ այն իրացնող սուբյեկտի հետ կապված, իսկ անկործությունը դրսևորվում է այն պարագայում, երբ այդ տեղեկատվությունը անհրաժեշտ ապրանքի կամ աշխատանքի ծառայության վերաբերյալ չի ներկայացվում կամ կարող է ներկայացվել, բայց ոչ ճիշտ ժամանակին։ Իսկ ագրեսիվ անարդար առևտրային գործելակերպը արկա է այն պարագայում, երբ դրսևորվում է որոշակի ոտնձգություն սպառողի նկատմամբ, բռնություն, որը կարող է ունենալ նաև ֆիզիկական բնույթը, եւ ներկայացվածի արդյունքում սպառողի մոտ սահմանափակվում է իր ազատ ընտրություն կատարելու իրավունքը, արդյունքում վերջինս օրինակ դրսևորվում է մեկ այլ վարքագիծ, որը բռնության գործադրման բացակայության պայմաններում բնականաբար չէր դրսևորելու։ Հաջորդ խումբ իրավախախտումները վերաբերում են ապրանքի որակին, քանակին, չափերին ներկայացվող պահանջների խախտմանը։ Կատարված օրենսդրական փոփոխությունները վերաբերել են նաև առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարված փոփոխություններին։ Այստեղ ներկայացվել է ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ եւ այդ նոր կանոնների խախտումը նույնպես դիտարկվելու է որպես արդեն սպառողների շահերը խախտող գործելակերպ։ Սրանց շրջանակներում թերևս շատ հանդիպող մեկ այլ իրավախախտման մասին եւս խոսենք, որը վերաբերում է միանալու պայմանագրերում կամ պայմանագրի առանձին դրույթներում օրենքին հակասող դրույթների սահմանումը, որոնք հանդես են գալիս որպես անարդար պայմաններ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված որոշակի հատկանիշների համապատասխանող գովազդ ներկայացնելը։ Այն կարող է լինել օրինակ անբարեխիղճ կերպով կամ հակօրինական կերպով գովազդի ներկայացումը։ Այստեղ վկայակոչված բոլոր հատկանիշների քննարկումը եւ գնահատումը իրականացվում է հենց հանձնաժողովի կողմից։ Անդրադառնալով այս իրավախախտումների դրսևորման պրակտիկ օրինակներին, կցանկանամ ներկայացնել այնպիսի իրավիճակներ, որոնք շատ հաճախ սպառողները իրենց առօրյա գործունեության ընթացքում հանդիպում են։ Շատ հաճախ է հանդիպում, երբ կատարվում են տնայցեր կամ հեռախոսազանգեր են ստանում սպառողները որոշակի տնտեսավարող սուբյեկտներից կամ ստանում են օրինակ նամակներ տեղեկատվական բնույթի կամ առաջարկների բնույթի, որոնց ստանալու առնչությամբ սպառողները չեն տվել իրենց համաձայնությունը։ Ցանկացած պարագայում, երբ կստանան սպառողները նման տեղեկատվություն, որը պայմանավորված չի լինի տնտեսավարող սուբյեկտի պայմանագրային պարտավորությունների կատարմամբ, այս պայմաններում խոսքը գնա իրավախախտման մասին, որպիսի ներկայացված պարագայում ագրեսիվ անարդար առևտրային գործելակերպի դրսևորումն է։ Շատ հաճախ հանդիպող օրինակ, որը նույնպես
հետաքրքրական կլինի սպառողների համար, կարծում եմ միանալու պայմանագրերում նախատեսվող անարդար դրույթներն են, որպեսզի պարզ լինի, թե երբ կարող են վերջիններս առնչվել այս խնդրին, նախ նշեմ, թե ինչի է առհասարակ իրենից ներկայացնում միանալու պայմանագիրը։ Հաճախ սպառողները մտնում են տարատեսակ պայմանագրային հարաբերությունների մեջ, որտեղ պայմանագրային հարաբերության մի կողմը սահմանում է պայմանագրի բոլոր դրույթները, իսկ իրենք հնարավորություն են ունենում միանալու այդ պայմանագրին միայն բոլոր պայմաններին իրենց համաձայնությունը տալու պարագայում։ Ներկայացված պայմաններում սպառողը ըստ էության չի մասնակցում այս պայմանների ձևավորմանը, չի տալիս իր համաձայնությունը բանակցությունների փուլում, բայց վերջնական պայմանագրի տեքստին տալիս է իր համաձայնությունը։ Կարևորը այն հանգամանքը, որ օրենսդիրը նախատեսում է, այստեղ ներկայացված յուրաքանչյուր դրույթ պետք է լինի բավականին պարզ եւ հստակ կերպով ներկայացված, որպեսզի տարընկալումներ չլինեն եւ ամեն դեպքում, եթե դրանք կառաջանան, մեկնաբանությունը պետք է լինի սպառողի օգտին։ Ինչպես կարող են դրսևորվել այստեղ անարդար պայմանները։ Անարդար է այն պայմանը, որը բանակցությունների փուլում չի համաձայնեցվել սպառողի հետ եւ միևնույն ժամանակ այն սահմանափակում է սպառողի իրավունքները, վերջինս հայտնվում է, այսպես ասենք, անհավասար իրավիճակում պայմանագրային հարաբերության մյուս կողմի հետ եւ այն պարագայում, երբ վերջինս մասնակցություն ունենար համապատասխան դրույթների ձևավորմանը, իր ողջամիտ շահերից ելնելով այդպիսի պայմաններին իր համաձայնությունը ամենևին էլ չէր տա։ Սա կարող է դրսևորվել հետեւյալ կերպ, օրինակ կարող է հանդիպել այնպիսի իրավիճակ, երբ պայմանագրում նախատեսվել է արտադրողի իրավունքների սահմանափակումը կամ պատասխանատվության բացակայությունը այն պարագայում, երբ օրինակ սպառողը մահացել է, վերջինիս կյանքին կամ առողջությանը պատճառվել է որոշակի վնաս։ Շատ հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ պայմանագիրը փոփոխելու հնարավորություն է նախատեսվում միակողմանիորեն, առանց սպառողի համաձայնությունը ստանալու, առանց վերջինիս որևէ ծանուցում ներկայացնելու։ Իհարկե, այստեղ օրենքի շրջանակներում բացառություններ նույնպես նախատեսված են լինում եւ պետք է այդ բացառությունների մասին խոսք չգնա, եւ սրա հետ առնչվող մեկ այլ օրինակ ունենք, որը վերաբերում է պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգմանը, երբ առանց համապատասխան ծանուցումները սպառողին ներկայացնելու պայմանագրի ժամկետը ըստ էության երկարաձգվում է, որին իր համաձայնությունը սպառողը չի տվել։ Քանի որ այս փոփոխությունները բավականին ծավալուն են, հետաքրքիր է ինչ գործողություններ է իրականացնում հանձնաժողովը թե սպառողներին եւ թե տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու ուղղությամբ, ինչպիսին է այս առումով իրավիճակը այսօր։ Շատ ճիշտ նշեցիք, այս փուլում, անցումային փուլում, իրազեկման գործընթացը շատ կարևոր է։ Հանձնաժողովը թե օրենսդրական փոփոխություններից առաջ եւ թե դրանից հետո տարբեր ձևաչափով քննարկումներ է ունեցել շահագրգիռ կողմերի հետ, տնտեսվարողների հետ, հասարակական կազմակերպությունների հետ, պետական մարմինների հետ եւ այդ քննարկումների արդյունքում ձևավորված բոլոր կարծիքները, առաջարկներ իհարկե հաշվի են առնվել նախքան այդ օրենսդրական փոփոխությունների գնալը։ Դրանից հետո եւս հանձնաժողովը իրականացրել է ոլորտային քննարկումներ արդեն կատարված օրենսդրական փոփոխությունների մասին վերջիններիս իրազեկելու համար տնտեսավարողներին, պետական մարմիններին եւ սպառողներին։ Կցանկանամ նշել, որ օրենսդրական փոփոխություններով օրենքում ամրագրվել է նաեւ նոր ինստիտուտ հանձնաժողովի կողմից զգուշացում տալու ինստիտուտը։ Փոքր ներկայացնեմ ինչ է իրենից այն ներկայացնում։ Մասնավորապես օրենքում ամրագրվել է, որ ի թիվս այլ դեպքերի, երբ որ հանձնաժողովը նկատում է սպառողների շահերը վնասող վարքագիծ, գործողություն, անգործություն, դրա առերևույթ հատկանիշների առկայության դեպքում հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տալ զգուշացում։ Զգուշացում տալու կարգը մանրամասն ամրագրվել է հանձնաժողովի աշխատակարգով։ Եվ եթե դրանից հետո նշված վարքագիծը, գործողությունը, անգործությունը չի վերացվում հասցեատիրոջ կողմից, արդեն հանձնաժողովն իրավասու է իրականացնելու վարույթ, հարուցելու եւ իրականացնելու վարչական վարույթ։ Այսինքն այս ինստիտուտը եւս մեկ անգամ վառ ապացույցն է այն բանի, որ հանձնաժողովի գլխավոր նպատակը ոչ թե պատժելն է, այլ նախ եւ առաջ կանխելն է, հնարավոր իրավախախտումները կանխելն է։ Նշեմ, որ չնայած կարճ ժամանակահատվածին մենք արդեն ունեցել ենք որոշ տնտեսավարող սուբյեկտների զգուշացում տալու դեպքեր, դրանք հիմնականում կապված են եղել ապրանքների գնի ներկայացման կանոնների, օրենսդրական պահանջների որոշակի օրենսդրական խախտումների վերաբերյալ,
եւ զգուշացում տալու այս ինստիտուտը եւս ես կարևոր իրազեկման գործընթացի կարևոր բաղադրիչ եմ համարում։ Բացի նշված գործընթացներից իհարկե հանձնաժողովը իրականացրել է նաեւ առանձին խմբի սպառողների հետ քննարկումներ, տարբեր միջոցառումներ, եղել են այցեր հանձնաժողով տարբեր անգամ ուսումնական հաստատություններից, հա, եւ այդ քննարկումների ժամանակ սպառողներին այս ողջ գործընթացը ներկայացվել են իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես պաշտպանել իրենց իրավունքները եւ այլն։ Եղել են նաև մեր կողմից հանձնաժողովի աշխատակիցների կողմից այցեր տարբեր հաստատություններ արդեն եղել են հենց այդ ուսումնական հաստատություններում կրթական բնույթի այլ միջոցառումներ են իրականացվել, որոնք իհարկե շարունակական բնույթ են կրելու եւ դեռևս գտնվում են այդ գործընթացի մեջ։ Այո, նաև ավելացնեմ, որ իրազեկում ենք այս եղանակով, սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, շարունակեք մեզ լսել եւ դիտել, իսկ ես հիշեցնեմ, որ եթերում խաղի կանոնները հաղորդումներ, մեր հյուրերն էին Սպառողների շահերի պաշտպանության վարչության ավագ մասնագետ Մերի Առաքելյանը եւ իրավաբանական վարչության փորձագետ Ամալիա Եգորյանը։ Շարունակեք մեզ լսել։